Բարի լույս հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի առավոտվա թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Միջազգային զարգացումներից սկսենք։ Իրանի և Միացյալ Նահանգների միջև հնարավոր բանակցությունները դեռ հարցականի տակ են։ Իրանական աղբյուրները փոխանցում են, որ Թեհրանը չի պատրաստվում մեկնել Իսլամաբադ նախատեսված հանդիպմանը մասնակցելու համար։ Գրեթե միաժամանակ ամերիկյան կողմներ է փոխում ծրագրերը, հայտնում, որ Իսլամաբադ այցը չեղյալ է հայտարարել նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ հարցը դեռ քննարկման փուլում է։ Նրա խոսքով պատճառը ամերիկյան կողմի հակասական հայտարարություններն ու, ինչպես Բաղային է նշել, անընդունելի գործողություններն են։ Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ գործող հրադադարը։ Նրա խոսքով, եթե խաղաղության համաձայնագիր չկնքվի, Վաշինգտոնը պատրաստ է վերսկսել ռազմական գործողությունները։ Թրամփը նաև նշել է, որ հրադադարի ընթացքում ԱՄՆ-ն համալրել է իր զինանոցը եւ այժմ ավելի ուժեղ է, քան երբևէ։ Մինչ այդ Եվրոպական միությունը պատրաստվում է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի խոսքով մայիսին նախատեսվում է սահմանափակումներ կիրառել այն անձանց նկատմամբ, որոնք ներառված են Հորմուզի նեղուցում նավագնացության սահմանափակման գործընթացում։ Կալասը նշել է, որ պատժամիջոցների փաթեթի շուրջ արդեն քաղաքական համաձայնություն կա եւ այն կարող է ընդունվել ԵՄ արտգործնախարարների հաջորդ նիստում։ Արցախից մեր հայրենակիցները ահազանգ են հնչեցնում, որ ադրբեջանցիները քանդել են Ստեփանակերտի ամենամեծ մայրտաճարը։ Ստեփանակերտի բարձրունքներից քաղաքը հսկող Սուրբ Աստվածամոր Հովանի մայրտաճարը, որը տարիներ առաջ կառուցվել է որպես հավատքի եւ վերածննդի խորհրդանիշ, վերջին շրջանի արբանյակային կադրերում եւ տեսանյութերում չի երևում։ Ինչպես եւ երբ է կառուցվել Ստեփանակերտի հոգեվոր հսկան, ռեպորտաժում։ 20 տարի առաջ Ստեփանակերտի բարձրունքներից մեկում դրվեց Սուրբ Աստվածամոր Հովանի մայրտաճարի հիմնաքարը։ Այս հոյակապ կառույցի ծրագիրը կյանքի կոչվեց ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ։ Քաղաքն այդ ժամանակ եկեղեցի չուներ, բայց կառուցվող տաճարի զանգերը պիտի հնչեին բարձրունքներից, խորհրդանշելով համայնքի հոգևոր վերածնունդը։ Մարդիկ գալիս ժամերով հերթ են կանգնում, դա գիտեք, խոչընդոտ էլի հավատացյալ մարդկանց համար։ Սա կթեթևացնի այդ բեռը։ Նախ հոգևոր կյանքը կաշխուժացնի, սա էլ կլինի մի նոր լավ միջոց պայքարելու ընդդեմ աղանդավորների կամ մոլորվածների։ 13 տարի տևեց Ստեփանակերտի մայրտաճարի կառուցումը, որը կոչված էր դառնալու քաղաքի ճարտարապետական եւ հոգևոր կարևոր կենտրոններից մեկը։ Տաճարը, որի ճարտարապետը Գագիկ Երանոսյանն է, աչքի էր ընկնում իր տպավորիչ չափերով՝ 35 մետր բարձրությամբ, 24 մետրանոց զանգակատնով։ Հիմնարկեքի օրվանից 13 տարի անց 2019 թվականի ապրիլի 7-ին Սուրբ Աստվածածնի ավետման տոնին տաճարը հանդիսավորությամբ օծվեց կրկին Գարեգին Բ-ի հանդիսապետությամբ։ Մենք հավատում ենք, որ այս եկեղեցին իր օրհնության ներքո պիտի համախումբ պահի մեր ազգի զավակներին, նրանց պիտի ոգեշնչի նոր իրագործումների, նոր հաղթանակների։ Այժմ հսկայական տաճարը, որը կարծես վերևից հսկում էր Ստեփանակերտը, այլևս չկա։ Ադրբեջանցի վանդալների թիրախում հայտնվել է նաև այս եկեղեցին։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը հրապարակել է փաստեր, ըստ որոնց Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայրտաճարը հիմնահատակ ավերվել է։ Տաճարի ավերումը, ըստ Ավանեսովի, պատահական չէ, սա նպատակային քաղաքականություն է Արցախում հայկական հետքերը վերացնելու համար։ Տաճարի ավերումը հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին եւս մեկ անգամ բացահայտորեն ցույց է տալիս Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունն ու նրա իրական դիմագիծը։ Ավանեսովի խոսքով Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայրտաճարի ավերումը միակ դեպքը չէ։ Նա նշում է, որ համացանցում հայտնված տեսանյութերի եւ արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը թույլ է տալիս խոսել նաեւ առնվազն եւս 6 եկեղեցիների հիմնահատակ ավերման մասին։
Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամը խստորեն դատապարտել է օկուպացված Ստեփանակերտում Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցու ոչնչացումը։ Ուղեղային կենտրոնը նշում է, որ տաճարի ոչնչացումը նպատակային հարված է հայկական քաղաքակրթական ներկայությանը, Արցախի պատմամշակութային հիշողությանն ու հայրենազրկված հայության ինքնության նյութական արժեքների վկայություններին։ Կոչ ենք անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին, միջազգային մշակութային կառույցներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին եւ պատասխանատու պետություններին անհապաղ փաստագրել կատարված հանցագործությունը, պահանջել միջազգային մոնիտորինգային առաքելության մուտք Արցախի օկուպացված տարածքներ, կիրառել հասցեական, քաղաքական ու իրավական ճնշման մեխանիզմներ Ադրբեջանի նկատմամբ, արձանագրել, որ հայկական ժառանգության ոչնչացումը տարածաշրջանում կայուն, երկարատև, արդար եւ համապարփակ խաղաղությունն արգելակող հակամարտկային քայլ է։ Իսկ Բաքվում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդիպել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևայի հետ։ Զրույցի ժամանակ քննարկել են հայ գերիների պահպան պայմաններին վերաբերող հարցեր։ Վարդանյանի խոսքով հանդիպման ընթացքում Ալիևան նշել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ արդեն քննարկել է գերիների ընտանիքների անդամների Բաքու այցելելու հնարավորությունը եւ պատրաստակամություն է հայտնել աջակցել դրա կազմակերպմանը։ Վարդանյանը նաեւ նշել է, որ իր կինը պատրաստ է մեկնել Բաքու։ Իմ կինը Վերոնիկա Զոնաբենդը պատրաստ է մասնակցել այդպիսի նախաձեռնությանը եւ այցելել Բաքու։ Հավանաբար մյուս բանտարկյալների ընտանիքների անդամները եւս պատրաստ կլինեն։ Այդպիսի պատվիրակությունը պետք է լինի ինստիտուցիոնալ եւ հետեւողական ունենալով Հայաստանի Հանրապետության վարչապետի քաղաքական աջակցությունը, որը հաշվետու է քաղաքացիների առջեւ։ Այս առումով խնդրում եմ ձեզ հրապարակավ պատասխանել հետեւյալ հարցերին։ Արդյոք քննարկվելու է Բաքու պաշտոնական պատվիրակության այց կազմակերպելու հնարավորությունը հայ գերիների հարազատների մասնակցությամբ։ Ինչպես է ձեր հաստատությունը պլանավորում համակարգել աշխատանքներ Ադրբեջանի օմբուդսմենի հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերաբերող մարդասիրական հարցերի շուրջ։ Ձերբակալության պահից սկսած ձեր ղեկավարած հաստատությունն ինչ միջոցներ է ձեռնարկել հայ գերիների իրավունքները պաշտպանելու համար։ Ռուբեն Վարդանյանի նամակին անդրադարձել է նաև նրա միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։ Նրա խոսքով Բաքվի բանտում անօրինական պահվող Վարդանյանն այսօր ավելի մեծ մտահոգություն է ցուցաբերում հայ գերիների ճակատագրի եւ նրանց ընտանիքների իրավունքների նկատմամբ, քան Հայաստանի պաշտոնական կառույցները։ Ռուբեն Վարդանյանը պարզապես նամակ չի ուղարկել բանտից, այլ իր կամքից անկախ բարոյական հարված է հասցրել բոլոր նրանց, ովքեր պարտավոր են պաշտպանել մարդու իրավունքները, բայց նախընտրում են անգործությունը։ Անհավանական է, Բաքվի բանտում անօրինական պահվող Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով ու նրանց ընտանիքների իրավունքներով, քան Հայաստանի պաշտոնական կառույցները։ Ինչպես կարող է տնտեսական հարցերը լինել օրակարգում, իսկ սեփական քաղաքացիների կյանքն ու արժանապատվությունը ոչ։ Մարդու իրավունքների պաշտպանի լռությունն ու անհետևողականությունը պարզապես անընդունելի են։ Եթե կա մարդասիրական գոնե մեկ բաց խողովակ, այն պետք է օգտագործել անհապաղ։ Պետության առաջնային պարտականությունը սեփական քաղաքացու պաշտպանությունն է, եւ այդ պարտավորությունից խուսափելը պարզապես դավաճանություն է սեփական ժողովրդի հանդեպ։ Լիովին պաշտպանում եմ Ռուբենի պահանջը։ Ժամանակն է վերջ դնել դատարկ խոսելուն եւ անցնել գործի։ Հայտնի է, թե ովքեր են գլխավորելու ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը։ Դաշինքի կազմում ընդգրկված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոսնակը ներկայացրել է ցուցակում ընդգրկված տեխնացուների անունները։ Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակի առաջին հնգյակում են Նարեկ Կարապետյանը, Արամ Վարդևանյանը, Գոհար Մելոյանը, Դավիթ Ղազինյանը, Ռուբեն Մխիթարյանը։ Քաղաքական գործակցության մասին պայմանավորվածություններ են ձեռք բերել ապրելու երկիր կուսակցությունն ու ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը։ Կողմերը ստորագրել են հուշագիր, որով նախատեսվում է միավորել քաղաքական, կազմակերպական եւ մարդկային ներուժը առաջիկա խորհրդարանական ընտրությանը միասնական մասնակցելու համար։ Մենք համոզված ենք, որ Սամվել Կարապետյանը, ով ունի բացառիկ ներդրում Հայաստանի եւ Արցախի կյանքում, չի խնայելու ոչինչ մեր հայրենակիցների վերադարձի հարցում։ Եվ որպես ապագա իշխանություն, եւ որպես հայորդի, ում համար ազգային արժանապատվությունը եւ հայրենասիրությունը անձնական առաջնահերթություններ են։ Մենք ուրախ ենք, որ ապրելու երկիր կուսակցությունը Ռուբեն Վարդանյանի կողմից հիմնված ապրելու երկիր կուսակցությունը միացել է մեզ։
Կուսակցության ծրագրային մասում շատ բաներ մենք ունենք ընդհանուր եւ մի բանը, որի վրա պարոն Առաքելյանի հետ զրույցների ժամանակ մենք շեշտ ենք դրել, պարոն Առաքելյանն էլ ասեց, մենք էլ ենք կրկնել, որ Բաքվում պահվող հայ բոլոր գերիները պետք է լինեն տանը։ Նրանք այնտեղ են հայ լինելու համար եւ հայրենասեր լինելու համար։ Սա մեր համար ընդհանուր քաղաքականություն է։ Նարեկ Կարապետյանը անդրադարձել է նաև Փաշինյանի ազգային ժողովի ամբիոնից արած վիրավորական արտահայտություններին, որոնք ուղղված էին ընդդիմությանը։ Նրա խոսքով երկրի ղեկավարը դարձել է մեմ եւ դա ըստ նրա հպարտանալու պատճառ չէ։ Վաղուց է հայտնի, որ մեր երկրի վարչապետը հատել է վարչապետին վայել կեցվածքի շատ գծեր։ Աշխարհում մեր երկրի առաջնորդը մեմ է դարել։ Ինստագրամում մեմ է մեր երկրի առաջնորդը, օտար երկրներում, դա հպարտանալու բան չի։ Չի կարելի այդպիսի տերմինոլոգիա օգտագործել սեփական երկրի քաղաքացիների հանդեպ։ Մարզական նորություններից։ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Եվրոպայի հնգակի չեմպիոն է դարձել ըմբիշ Մալխազ Ամոյանը։ Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կիլոգրամ քաշայինների եզրափակչում Ամոյանը առավելության է հասել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ։ Իսկ ծանրոց Գոր Սահակյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ 71 կիլոգրամ քաշային ծանրորդների պայքարում Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոր Սահակյանը պոկում վարժությունում բարձրացրել է 146 ու 150 կիլոգրամ։ Այս վարժությունում Սահակյանն առաջինն էր։ Հրում վարժությունում Գոր Սահակյանը բարձրացրել է 180 կիլոգրամ, այս վարժությունում նա երկրորդն էր։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 16-ից 18, իսկ երեկոյան 5-ից 7 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 12-ին է։ Կհանդիպենք։